Նոր Հաճն քաղաքում իր գործունեությունն է ծավալում Հաճն պարային անսամբլը։ Պարը մեր ամենաազգային մշակույթներից մեկն է։ Պարային համույթը ստեղծվել է մեր աչքի առաջ, ծավալվել, կայացել ու մենք էլ ականատես ենք եղել նրա առաջին հաջողություններին։ Անսամբլի գործունեության մեջ իր մեծ ավանդն ունի պարուսույց մանկավարժ Հասմիկ Ավետիսյանը, ով սիրով պատմեց սիրելի անսամբլի գործունեության մասին։ Ես Հասմիկ Ավետիսյանն եմ, մասնագիտությամբ պարուսույց մանկավարժ։ Հանդիպելով Արսեն Ավետիսյանին հասկացա, որ իր արվեստը լրիվ ուրիշ է, հասկացա, որ իր պատգամը լրիվ ուրիշ է ու իրեն պետք է օգնության ձեռք։ Ընդունվեցի մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, սովորեցի այնտեղ 5 տարի և ընտանիք ու աշխատանք, այսպես ասած, համատեղելով ավարտեցի համալսարանը, բավականին լավ առաջադիմությամբ ու դարձա այն մասնագետը, որի մասին երազում էր ընկեր Ավետիսյանը իր կողքին տեսնել։ Ճիշտն ասած, հանդիպումը շատ պատահական է, այսպես ասած, կայացել ու երբեք չէինք պատկերացնում, որ նման հանգամանքում կհանդիպենք, կծանոթանանք և կորոշենք, որ իսկապես պետք է միասին լինենք։ Դա եղել է հարսանիքի ժամանակ ու կրկին պարարվեստն էր, այսպես ասած, պատճառը։ Միանգամից իրենց խումբը, իրենց պարը միանգամից գրավեց ու իր հետ պարելով, այսպես ասած, առաջին տանգոն կյանքի միշտ անսամբլում հայտարարվում են գեղարվեստական ղեկավարներ Արսեն և Հասմիկ Ավետիսյաններ, բայց դա ընկեր Ավետիսյանի, այսպես ասած, միտքն է ու իր առաջարկն է, որպեսզի այդպես հայտարարվի միշտ։ Այստեղ մշակույթի տանն է իր առաջին քայլերը սկսել արդեն հայտնի պարուսույց Արսեն Ավետիսյանը։ Պարային հյուրախաղերն էլ մեծ աշխարհագրություն ունեն։ Ռուսաստանից մինչև Վրաստան, Իտալիայով Միլան ու Հռոմ և իհարկե հանրաճանաչ Բարսելոնա։ Ու մենք հաճույքով կողքից դիտեցինք խմբի փորձերը, հետո երկխոսության հրավիրեցինք Արսենին։ 25 տարի է ես արդեն բեմում եմ, 25 տարի մինչ այսօր պարում եմ։ Սկսել եմ Նոր Հաճնի Արմաստ պարային համույթում, որտեղ ղեկավարում էր Արմեն Կոստանդյանը, շարունակելով Կոտայք պարային համույթում մոտ 10-13 տարի պարելուց հետո վերջին տարիներին արդեն միաժամանակ պարել եմ նաև Բերտ անսամբլում Կարեն Գևորգյանի մոտ, որ մինչ այսօր պարում եմ։ Հաճն պարային անսամբլը ստեղծվել է 2010 թվականի մարտից, մեր գործունեությունը սկսվել է Նոր Հաճնի ավագ դպրոցից։ Այստեղ մենք արդեն 4 մենահամերգ ենք ունեցել, նվիրված մեր հոբելյանական տարիներին, մեր անսամբլի ստեղծման հոբելյանական տարիների համար։ Ունեցել ենք փառատոններ Հայաստանում և Հայաստանից դուրս, միջազգային փառատոնների ենք մասնակցել և ասեմ, որ հաջորդ տարվա համար մենք ունենք ևս նոր փառատոններ, նոր մենահամերգներ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Պարային խումբը կայանում է իր լավ պարողներով, հներով, նորերով ու նորանոր ստեղծագործություններով։ Նրանք հաճույքով իրենց օրն ու առօրյան խառնում են պարին ու հանդիսանում են ճանաչված անսամբլի մի մասնիկը։ Ես Անուշն եմ Գևորգյան, անսամբլում պարում եմ շուրջ 9 տարի, 2017 թվականից։ Շատ սիրել եմ մեր անսամբլը, անսամբլում տիրող միջավայրը, ղեկավարներից մոտեցում իրենց աշխատանքին ու առհասարակ հայկական պարը, հայկական պարարվեստը, այդ իսկ պատճառով որպես սիրելի հոբի շարունակում եմ հաճախել պարին։ Ես անսամբլ եկել եմ 2018 թվականին և սկսել եմ պրոֆեսիոնալ պարային կրթություն ստանալ հենց այստեղից, պարել եմ ուրիշ խմբում, բայց այստեղ ավելի եմ կատարելագործվել, արդեն պարում եմ շուրջ 8 տարի,
2019 թվականին ընկեր Ավետիսյանը ինձ առաջարկ արեց պարուսույցի համար, պարուսույց մանկավարժի, ու ես սկսեցի 2019 թվականից դասավանդել Ավետիսյան պարային ստուդիաներում, մինչ օրս դասավանդում եմ շուրջ 7 խմբերում։ Մեր անսամբլի ստեղծագործական տարիների ընթացքում մեզ շատ է աջակցել մեր համայնքապետը Գագիկ Մաթևոսյանը, ով մինչ այսօր մեր կողքին է, ով մեզ տեսնելով հանդերձ տրամադրեց Նորհաչնի մշակույթի տան մեծ սրահը, որը մինչ այսօր մեր տրամադրության տակ է, եւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր համայնքի, մեր Նորհաչն քաղաքի 67-րդ տարեդարձը, մաղթելով, որ լինի միշտ բարձունքում, միշտ միասնական, միշտ հավատարիմ քաղաքի։ Մեզ մնում է ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթել Աճն պարային անսամբլին եւ սպասել նրանց նոր ու գեղեցիկ հաղթանակների։ Նոր հաճը շնորհալի երեխաների պակաս չունի, դա միշտ էլ այդպես է եղել։ Այսօր էլ մենք հպարտանում ենք մեր քաղաքի տաղանդավոր երեխաներով, ովքեր բռնել են արվեստի մեծ ճանապարհը։ Շուշան Գրիգորյանը նրանցից մեկն է, ով սիրում է այն ամենը, ինչը գեղեցիկ է, ամեն ինչ ի սրտե է անում, սիրով է անում։ Սովորում է թիվ 1 հիմնական դպրոցում, իսկ իր ազատ ժամանակը ամբողջությամբ տրամադրում է արվեստին։ Ուրեմն մենք հյուրընկալվել ենք շնորհալի աղջիկ Շուշան Գրիգորյանից տանը, որտեղ որ մենք կփորձենք մեր երկխոսությունը ուրեմն տանել արվեստի ուղղությամբ եւ այն նախասիրությունների շուրջ, որը ունի շնորհալի ուրեմն մեր Շուշանը։ Ես սովորում եմ Նորհաճնի համար 1 հիմնական դպրոցում, արդեն 8-րդ դասարան եմ, ունեմ լիքը ընկերներ, իմ դասղեկը ընկեր Գրիգորյանն է։ Շուշան ջան, նախ ուզում եմ իմանամ դու ինչով ես զբաղվում, նկատի ունեմ արվեստի, որ ժանրներն են։ Ես զբաղվում եմ համ դաշնամուրային գծով, համ վոկալային գծով։ Վոկալը հաճախում եմ արդեն 5 տարի է, ավարտական եմ, իսկ դաշնամուրը 6-րդ դասարան եմ դեռ։ Ով կարող է լինել քո ընկերուհին, ինչպիսին պիտի լինի ինքը։ Իմ ընկերուհին պետք է լինի հավատարիմ, ես որ իմ գաղտնիքները վստահ եմ, նա ոչ մեկին չգնասի, պետք է լինի այն մարդը, ով կարողանա ինձ ուրախացնել եւ մի քիչ ուրախություն։ Օգտիտ լինել, չէ՞, շատ ապրես։ Սկզբում ես շատ էի լարվում, որ առաջին անգամ բեմ բարձրացա, դե հուզմունքն էլ կարա լինի, բայց զսպում եմ ինձ բեմի ժամանակ, հենց իջնում եմ ներքև, հուզվում եմ արդեն, բայց դա արդեն սովոր եմ արդեն բեմին։ Նոր Հաճնի արվեստի դպրոցի փոխտնօրեն Կարեն Ղարիպյանը, երբ բեմադրեց Գայլը մանկական օպերան, Շուշանը ոչ միայն սիրով մասնակցեց, այլ նաև խաղաց գլխավոր դերը։ Իդեպ մանկական այդ օպերան եզակի էր Հայաստանում։ Այս ստեղծագործության պրեմիերան կայացավ թիվ 1 դպրոցում։ Հետո երեխաներն այն ներկայացրեցին Գյումրիում եւ Երևանի դպրոցներից մեկում։ Ասեմ, որ ստեղծագործությունը մեծ հաջողություն գրանցեց, որի մեջ իր դերն ուներ Գայլի գլխավոր դերակատարը, այս դեպքում մեր Շուշանը։ Ես գլխավոր գայլն եմ Գայլ օպերայում, ինձ տվեց ահավոր ձևի ուրախություն, ոգևորություն։ Ու նրա կերտած Գայլի կերպարը չնայած բացասական էր, բայց բավականին դրական տպավորություն թողեց։ Առաջին անգամ դաշնամուր եմ գնացել 8
7 տարեկանում, դե որ լարվում էի, առաջին երկու դասերի ժամանակ նոր ուսուցիչ, նոր զգացմունքներ, իմ դասատուն Ընկեր Հակոբյանն է, Իրինա Հակոբյանը, շատ լավ դասատու է, շատ հիանալի ձևով բացատրում ամեն ինչ ու նենց անում, որ ես ընկալեմ ինչ որ նա ուզում է ասել։ Մինչև հիմա ինքն է։ Հա, նվագել եմ պիեսան, Չայկովսկի պիեսան, Ամիսները։ Այո։ Սիրով ես հաճախում։ Հա, շատ։ Արդեն քանի տարի, չէ, դու են հին աշակերտներից ես արդեն համարվում, իսկ վոկալը հիմա շարունակվում է քո մոտ։ Այո, վոկալը շարունակվում է իմ մոտ, բայց ես շատ դասատուներ եմ փոխել վոկալից։ Իմ առաջին դասատուն եղել է Ընկեր Սևաչյանը, հետո Ընկեր Մաթևոսյանը, հիմա Ընկեր Հովանեսյանն է։ Այսպես իր առօրյայով, իր հաջողություններով ու երազանքներով է աշխարհին ներկայանում Շուշան Գրիգորյանը։ Կյանքում էլ շատ պարզ է ու անմիջական։ Իր դասընկերներով, իր ընկերուհիներով ու իր պատկերացումներով։ Իսկ հրաժեշտից առաջ մենք սիրով վայելեցինք Շուշանի կատարումը։ Թող այսպես միշտ թևացեն ուրախ նոտաները նրա շուրջ բոլորը։ Հաջողություններ քեզ, սիրելի Շուշան։ Կապուտակի մեգով երպիչնի երեկոն, արնոթյամբ ես մեր գյուղի, կքայլեմ ես զվարդ գետակով ծաղկազարդ, կտեսնեմ նրանց։ Շնորհակալություն եմ հայտնում արվեստի դպրոցի ուսուցիչներին և բոլոր իմ դպրոցի ուսուցիչներին։ Նոր հաճնի ֆուտբոլի արհեստական խաղադաշտում հանդիպեցինք ֆուտբոլի գիտակ Տարոն Նավոյանին, ով շատ լավ ինֆորմացված է համաշխարհային ֆուտբոլից։ Տեսնենք ինչ տրամադրությամբ է այսօր այցելել մարզադաշտ մեր Տարոնը եւ փորձենք մի փոքր փորփրել նրա ֆուտբոլային գիտելիքները։ Հարգելի նոր հաճընցիներ, մենք այցելեցինք ֆուտբոլ սիրող, ֆուտբոլ խաղացող, նաև ամենակարևորը ֆուտբոլի գիտակ Տարոն Նավոյանին, բարև Տարոն ջան։ Ուրեմն ուզում ենք նախ իմանանք ֆուտբոլ դու շատ ես սիրում։ Երբանից ես դիտում ֆուտբոլային խաղերը։ 5 տարեկանից։ Հետո ես փորձեցի մի քանի հարցեր տալ փոքրիկ ֆուտբոլասերին, ուղղակի Վիկտորինայի նման։ Այսպես, ֆուտբոլին վերաբերվող գիտելիքներով, ֆուտբոլ սիրելով է ապրում պատանի ֆուտբոլասերը։ Մենք էլ մեր բաժին դրական էներգիան ստացանք Տարոն Նավոյանից։ Քո սիրած ֆուտբոլային ակումբը ո՞րն է։ Բարսելոնա։ Շատ լավ է, իսկ ֆուտբոլիստը սիրած։ Լամին Յամալ։ Իսկ կա մի հավաքական, որի խաղը դու շատ ես սիրում։ Այո, Իսպանիա։ Իսկ մենք սիրում, մենք բոլորս։ Հայաստան։ Շատ ապրես Հայաստանի հավաքականին։ Ես մի քանի հարցեր եմ ուզում տալ, ես էլ եմ ֆուտբոլ շատ սիրում։ Կարող ես ասել Ֆրանսիայի ուժեղագույն թիմը ո՞րն է։ Paris Saint-Germain։ Ապրես եւ այդտեղից կան ֆուտբոլիստներ, որոնք շատ ուժեղ են։ Այո։ Համեցեք։ Ուսման Դեմբելե, Լիոնել Մեսի, Կիլիան Մբապե, Նեյմար Ջունիոր։ Հիմա Բավարիայում մի անգլիացի կա, չէ՞ որ ինքը եկել։ Հարի Քեյն։ Շատ ապրես։ Հաջորդ հարցը Տարոն ջան վերաբերվում է մեր հավաքականին, Հայաստանի հավաքականին։ Հիշում ես իր երկու վերջին հանդիպումները սեպտեմբերի։ Այո։ Կասես այդ մասին։ Պորտուգալիա Հայաստան 5-0 հաշվով պարտություն, Իռլանդիա Հայաստան 2-1 հաղթանակ։ Օգուտ մեզ, չէ՞։ Հիշում ես այդ գոլերը։ Հրան Լեորանոս եւ Սպերցյան։ Շատ ապրես։ Կան մարզիչներ, որ իրանք շատ ուժեղ են։ Ում գիտես դու։ Կարլո Անչելոտի, Գվարդիոլա։ Են Ժոզեին գիտես Պորտուգալացի։ Այո, Ժոզե Մորը։ Հերիքա, շատ ապրես։
Ըստ քեզ աշխարհում ամենագեղեցիկ ֆուտբոլը դիտարժան, որ հաճույքով նայում ես, որ հավաքական։ Արգենտինա։ Քո ոչը Արգենտինայինն է։ Դու ուրիշ ինչ մարզաձևեր ես դիտում հեռուստացույցով։ Բասկետբոլ։ Սիրում ես նայել։ Այո։ Շատ լավ է։ Հաջորդ հարցը Մադրիդի Ռեալին է վերաբերում, չնայած դու Բարսելոնայի սիրահար ես, բայց ես ուզում եմ իմանամ, դու ծանոթ ես Ռեալի առաջատարներին։ Վինիսիուսը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, Բելինգհեմը։ Շատ լավ է, ապրես այս պահին, չէ՞։ Մենք ես քո մրցանակը կուղարկենք անպայման, որովհետև շատ պատրաստված ես։ Որտեղ է խաղում Հոլանդը։ Մանչեսթեր Սիթիում։ Իսկ ինքը ընդհանրապես որտեղից է։ Նորվեգիայից։ Հրաշալի է։ Ըստ քեզ ովքեր են բարձրության վրա միշտ։ Կասիլիասը, Բուֆոնը եւ Օբլակը։ Դու լսեցիր ես վերջում ոսկե գնդակի մասին։ Այո։ Ես ուզում եի որ Լամին Յամալը ստանալ, բայց ստացավ Դեմբելեն։ Ապրես։ Հայաստանը ունեցել է նախկինում շատ լավ թիմ, որ մենք չեմպիոն ենք եղել։ Ոնց է այդ թիմը կոչվում։ Արարատ 73։ Հրաշալի է, շատ ապրես։ Հանրահայտ համաշխարհային Հենրիկ Մխիթարյանի թիմակիցներից ում գիտես, որտեղ է խաղում Հենոն։ Ինտերում։ Եվ Տարոն ջան, մենք մի հատ ուզում ենք նաև ծանոթանանք քո դպրոցական կյանքի հետ։ Դու որ դասարան ես, որ դպրոցն է ձերը։ Առաջին դպրոց։ Նորաչնի։ Որ դասարան ես։ 4-րդ։ Հիմա ֆուտբոլ գնում ես թե դեռ ոչ։ Դեռ ոչ։ Հա։ Ես մաղթում եմ իմ ընկերներին, որ սպորտով պարապեն։ Սպորտով զբաղվեն։ Ապրես։ Տարոնի եւ բոլոր ֆուտբոլասերների անունից հաջողություն մաղթենք Նորաչնի բոլոր պատանի ֆուտբոլիստներին, հետո նաեւ հաղթանակներ մաղթենք Հայաստանի հավաքականին։ Հաջողություն քեզ, Տարոն ջան։ Մեր տաղանդավոր աղջիկներից հետ չեն մնում նաև շնորհալի տղաները։ Այս երաշտական ընդունակությունների պատճառը երևի Նորաչնի անմահական ջուրն է ու նրա հրաշալի մաքուր օդը։ Մենք ունենք նաև մեր տղա երգիչը։ Լավ երգիչ դառնալու շատ լավ տվյալներ ունի մեր Ալենը։ Երգելը նրա ամենասիրելի ու մեծ ցանկությունն է։ Հարգելի նորաչնցիներ, մենք գտնվում ենք շնորհալի տղա, շնորհալի երգիչ, ուրեմն Ալեն Տոնոյանի տանը, այցելել ենք ծանոթանալու նրա ստեղծագործական կյանքին, զրուցենք նրա հետ։ Ալեն ջան, նախ ուզում եմ իմանալ դու որ դպրոցում ես, որ դասարանում ես։ Ես Նորհաճնի Մեծան Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոցում եմ սովորում, 8-րդ դասարան եմ։ Մենք իմացանք, որ դու առանձնահատուկ սեր ունես դեպի երգերաշտությունը, դեպի երգարվեստը։ Այ ուզում եմ ես իմանամ, կհիշես այն տարին կամ այդ ժամանակահատվածը, երբ որ դու զգացիր, որ դու սիրում ես երգել եւ քո մոտ կարա դա ստացի։ Կպատմես այդ մասին։ Հա, իրականում ես փոքր վաղտվանից սիրել եմ երգերաշտությունը։ Սկսել եմ հաճախել երգարվեստի 10 տարեկանից, շարունակում մինչև հիմա։ Որտեղից ես առաջի քայլերը որտեղ ես արել, ով է եղել քո ուսուցիչը։ Սարգիս Ավետիսյանի մոտ եմ գնացել, ստուդիայի անունը Ասվոկալ ստուդիա եղել։ Ավելի լավ։ Հաճախել եմ, դրանից հետո գնացել եմ Առնո Բաբաջանի անվան քոլեջ։ Հիշում ես առաջին ելույթդ, այդ մասին հուզված էիր, թե նորմալ անցավ, կհիշես որտեղ։ Առաջին ելույթս լարված եմ եղել, առաջ անգամ բեմ եմ դուրս եկել, Վիվալդի հոլում եմ առաջին համերգս կատարել, մենակով բեմ եմ դուրս եկել, մի քիչ լարված եմ եղել, որովհետև առաջին կատարումս է եղել։ Իսկ որն էր այդ առաջին կատարումը, կհիշես։ Առաջին կատարումս հայրենասիրական երգ էր։ Շարաներ ինչ-որ։ Շարան չէր, պատրոնս լցրել եմ հրացանս։ Պատրոնդ լցրել ես հրացանդ։ Լավ է արել, միշտ լիքը լինի։ Ալենն այս տարիքում իր շրջապատն ունի, Բաքից մինչև դպրոց տանող ճանապարհ։ Այստեղ էլ նա իր պահանջներն ունի, իր սեփական իրավունքներն ու պարտականությունները։ Երգից ու երգելուց զատն առաջին հերթին ընկերը ու դասընկեր, եւ այս հարաբերություններում էլ նա շատ պահանջկոտ է եւ շատ հավասարակշռված։ Լավ ընկեր իմ համար հասնող տղաներն են, որ միշտ հասնում են ինձ,
Ամեն պահի ինձ բանն օգնում են։ Հավատարիմ, Հավատարիմ եմ։ այսինքն քո ուրեմն պայմանը պարտադիր, շատ ավելի լավ։ Մեզ հաճելիորեն զարմացրեց այն, որ պատանի Ալենը ուսանում է հայկական ժողովրդական եւ գուսանական երգեր։ Այդ տարիքում գիտի մեր կոմպոզիտորներին, գուսաններին, իսկ այսօրվա աշուղներից շատերի հետ անձամբ հանդիպել է։ Հայկականն ու ազգայինն է նրա ներաշխարհին հոգեհարազատ։ Դե ինձ որ լսեց իմ երկրորդ դասատուն, առաջարկեց, որ ես մտնեմ այդ ուղղությամբ ժողովրդականի մեջ, որովհետև իմը լավ է ստացվում ժողովրդական արվեստը։ Եվ մեր հանդիպան վերջում Ալեն Տոնոյանը կատարեց Գուսան հավասու շատ հայտնի երգը, որը հայ մեծ երգիչներն են ժամանակին կատարել։ Երգեց իր ոճին ու ձայնին հատուկ եւ հայրենիքի եւ ընտանիքի սերը դրեց այդ ստեղծագործության մեջ։ Ու Ալենը հեն ժողովրդական երգով էլ ավելի մոտեցավ հային ու Հայաստանին։ Սարի ջամփով ալվան Yaylavarı şarve şaran Sari campavalu alvan Yaylavarı şarve şaran Ըշտապում բարբերնելու ծաղկած լանջին բարձր լեռան Պար եկող քո պարիտ մերնեմ քո սիրած զով սարիտ մերնեմ կաթնախբյուրի ջերմակ ջրով հովացած շիգյարիտ մերնեմ Սրտան շնորհավորում եմ շատ սիրելի նոր հաջողի տարեդարձը, մաղթում եմ բոլորին հաջողություն եւ առողջություն։ Մարի Մկրտչյանի երաժշտական աշխարհը շատ գունագեղ է։ Նա անընդհատ որոնումների մեջ է։ Իր երաժշտական աշխարհը իրենն է, իր սեփականը, իր ոճին ու խառնվածքին համապատասխան։ Մարին ծանրաբեռնված է խմբակներով ու դասերով, բայց շատ է սիրում բեմ բարձրանալ, երգել, մասնակցում է նաև Հաչեն երգչախմբի պարապմունքներին, նա հաճախում է նաև Հաչեն երգչախումբ, ինչպես նաև պարապում է Հաչեն պարային անսամբլում։ Մենք հաճույքով այցելեցինք նրան ու փորձեցինք մոտիկից ծանոթանալ նրա երաժշտական աշխարհին։ Հարգելի նոր հաչենցիներ, մենք գտնվում ենք ուրեմն նոր Հաչենի ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այս գեղեցիկ այգում, որը աշնանային է, եւ հանդիպել ենք մի տաղանդավոր շնորհալի աղջկա հետ, ով ուրեմն երաժշտական արվեստի մեջ է, երգի բարի արվեստի մեջ է, Մարիա Մկրտչյանը։ Մարիա ջան, ուզում ենք նախ իմանանք դու որ դասարան ես, որտեղ ես սովորում, կպատմես այդ մասին։ Ես սովորում եմ Նոր Հաչենի առաջի դպրոցում, 5-րդ դասարանում, սովորում եմ Գերազանց։ Շատ ապրես, ձեր դասղեկնով եք, ասես։ Մեր դասղեկը իմ առաջին ուսուցիչը եղել է Թագուհի Սահակյանը, իսկ հիմա արդեն ընկեր Հովսեփյանը։ Կհիշես, երբ առաջին անգամ քեզ տարան արվեստի դպրոց, որ բաժինն էր։ Առաջի անգամ պատերազմի ժամանակ 5 տարի առաջ դիտում էի տարբեր երգեր, մայրիկս տեսավ եւ տարավ ինձ Սարգիս Ավետիսյանի մոտ, այնտեղ ես սկսեցի երգել եւ նա առաջարկեց ինձ տանել երաժշտական դպրոց։ Մայրիկս տարավ եւ ես գնացի եւ ընդունվեցի վոկալի, գիտարի, դաշնամուրի բաժինները։ Վոկալի ուսուցչուհին Անժելա Զաքարյանն է, դաշնամուրինս Եվա Նավասարդյանը եւ գիտարինս Արտուր Ավակյանը։ Շատ ավելի լավ։ Հիմա դու մասնակցում ես միջոցառումներին։ Այո։ Կարող ես ամենահիշարժանը քո համար ո՞րն է եղել, որտեղ ես ելույթ ունեցել։ Ամենահիշարժանը եղել է 5 տարեկանում,
հենց Սարգիս Ավետիսյանի մոտ շատ լավ միջոցառում էր նա կազմակերպել եւ շատ լավ հանդես ունեցա։ Ինձ համար ավելի հիշարժան էր, որ ես ասում եի, չէ, առաջի անգամ երգեցի եւ երգով ավելի շատ եմ զբաղվել։ Նա հաճույքով նաև շարականներ է երգում։ Կիրակի օրերին այցելում է Նոր Հաչինի ամենափրկիչ եկեղեցի։ Սիրում է զբաղվել ստեղծագործական կյանքով։ Դպրոցում էլ առաջադեմ է։ Նա ամեն տեղ հասցնում է։ Նաև գնացել եմ Լուսինե Խաչատրյանի մոտ երգչախմբի եւ այնտեղ ունեցել եմ տարբեր ընկերուհիներ ու նենց չի որ չունեմ որտեղ գնում եմ այդտեղ էլ ամենամոտիկ ընկերուհիներն ունենում եմ։ Ինչն է կարևորում դու այդ իրանց մեջ ընկերների։ Ինչն է կարևոր, որ իրանք ընկերասիրությունը շատ ապրես ու ոչ նախանձը։ Ոչ նախանձը, բարությունը։ Շատ լավ է։ Հիմա նաև ուրեմն քո ելույթները, որ դու գնում ես ելույթների, ել չես ուզվում, չէ՞ հիմա։ Ոչ, գնալով սովորեցի, արդեն երաժշտական դպրոցում, որ լինում է մրցույթներ կամ համերգներ, շատ հեշտ մոտենում եմ այդ համերգներին։ Հետո այստեղ այս գողտրիկ վայրում հնչեց Մարիի գեղեցիկ ձայնը։ Նա իր երգը խառնեց իր ներաշխարհին, որտեղ նպատակներ ու երազանքներ կան, նորանոր բեմեր ու նոր ստեղծագործություններ։ Հազար նազով յար, հովերի հետ եկ, ծաղիկ փնջելով, սարը հետ եկ, ծաղիկ փնջելով, սարը հետ եկ, սև սիրուս վրա, ձեր դուրն եմ եկել, դուրը թակեսեր, մոլար մնացել, սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, աղ չէ ինչ մեխակ, սիրո կրակը բեր, սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, աղ չէ ինչ մեխակ, սիրո կրակ բեր։ Այո, նա հաճնցի շնորհալի աղջնակը ճիշտ ճանապարհի վրա է։ Լավ մանկավարժների ձեռքի տակ։ Խաղաղություն ու հաջողություն մաղթենք մեր տաղանդավոր աղջկան։ Որտեղ ես ծնվել եմ, որտեղ իմ պատմությունն ա կերտվել, այդ քաղաքը Նոր Հաչինն է։